Եկեք փորձենք տեսնենք ինչ է այնից ներկայացնում ես երկրորդ տարբերակը նորը։ Ինքը ավելի տուփ մեծ է։ Ողջույն բոլորին։ Օրեր առաջ գնեցի նոր տրիմեր։ Կոնկրետ 21 օր առաջ 2025 թվականի նոյեմբերի 26-ն է այսօր։ Գնել եմ ամսի 5-ին։ Քանի որ արդեն նախորդը հնացել էր, սայրերը մաշվել էին եւ իր ֆունկցիան չէր կարողանում կատարել։ Սա իմ 5 տարբերակն է։ Հիմա ցույց կտամ, կմիացնեմ, կտեսնենք։ Սա նոր տարբերակն է։ Հիմա բացեմ։ Տրիմեր հայերեն կլինի էլեկտրական սափրիչ։ Էլեկտրական ալցելին եւ այդքան հարմար չի լինի տրիմերի համար։ Հիմա մի վայրկյան։ Հիմա տեսնենք իստեղ ինչ է գրած։ Մաս կտրող սարք։ Այստեղ որոշակի ինֆորմացիա է գրած մարկոցի մասին եւ այլն, եւ հետնամասում արդեն թե ինչ կա ներսում։ Ատամները 3 չափսի, ավելի լավ հիմա բացեմ, պրակտիկ տեսնենք։ Գրված է, որ 3.5 ժամում մարկոցը ամբողջությամբ լիցքավորվում է եւ 300 րոպե, այսինքն 5 ժամ աշխատում է։ Եթե դա համապատասխան իրականությանը, շատ լավ է, 5 ժամ։ Հիմա բացենք, տեսնենք։ Որոշել էի այս անգամ գնեի ավելի բարձր դասի ինչ-որ տարբերակ, բայց ինչու վերցրեցի սա, որովհետև բարձր դասի տարբերակի մոտ այն տարբերակի մոտ, որտեղ կար առաջին, երկրորդ եւ երրորդ չափսեր ատամների, գնով շատ բարձր, իսկ ես այդպես չէի նախատեսել այդքան, իսկ ես անպայման ուզում եմ, որ լինի առաջին, երկրորդ եւ երրորդ չափսեր։ Այնտեղ կային առաջին, 5-րդ, 7-րդ, առաջին, երրորդ եւ 5-րդ, երրորդ, 5-րդ, 7-րդ, իսկ այն տարբերակը, որը համապատասխանում էր իմ պահանջին, կար առաջին, երկրորդ, երրորդ եւ 5-րդ, բայց այնտեղ գինը բավական բարձր էր։ Ուրեմն, բայց երրորդ անգամ կվերցնեմ արդեն ավելի բարձր դասի տարբերակ համատելու համար։ Հիմնական սարքը պրոֆեսիոնալն ու այդ գրած է, նախորդի մոտ էլ է գրած, գներն էլ ասեմ, նախորդը գնել էի 2 տարի առաջ, 5500 դրամ, նորը գնել եմ 7500 դրամ։ Նախորդը օգտագործել եմ 2 տարի, որից առաջին 1.5 տարին կարելի ասել ինքը անթերի ծառայել է։ Տեսնում եք, հիմա ինչ աղմուկ է արդեն։ Սկզբի ժամանակ, սկզբում այսպիսի աղմուկ չկար իհարկե։ Հիմա մի փոքր անդրադառնանք նորին, հետո կհամատենք, ավելի լավ այդպես անենք։ Ուրեմն լիցքավորման լար, ատամները առաջին, երկրորդ եւ երրորդ չափսերի, փոքր խոզանակ եւ յուղ։ Այս ամեն ինչը կար նաեւ 5 տարբերակում։ Այստեղ թափանցիկ կափարիչն է, չգիտես ինչու իրանք չեն դրել մի անգամից, թողել եմ որ մենք դնենք։ Հիմա տեսնենք։ Պետք է որ դժվար չլինի, վերջ։ Հիմա համատենք սկզբից հենց աշխատանքը, հուսում եմ այս չի լիցքաթափել, մեջը կաշխատի։ Նայեք, սա սկզբից այսպիսի աղմուկ չուներ, աշխատում էր ավելի ցածր աղմուկով, հետո ատամները սկսեցին մաշվել եւ շատ շուտ նստում էր մարկոցը։ Հիմա ես որ թողեմ, ընդհանրապես երևի 5 րոպեից կնստի, թե ոչ ավելի շուտ 2-3 րոպեից։ Ու նորը։
Վատ չի, լավ է։ Աղմուկ չկա բարձր։ Տարբերությունը զգալի է շատ։ Մի հատ էլ համատենք։ Շատ լավ է ձայնը։ Տարբերությունը հիմնական սա ամբողջությամբ մետաղ է, պլաստմաս, որակի վրա չեմ կարծում դա այդպես կազդի։ Երկուսի վրա ինչ-որ գրություններ են, հաշվի առնելու թե ինչ գումար է, ինչ արժի այս տրիմերները, սափրիչները, այդպես մեծ պահանջ չի կարելի ունենալ, մեծ շատ ակնկալիքներ, սպասելիքներ պետք չի, պրակտիկ յանք պարզ տարբերակներ են։ Պետք է ընդամենը մի փոքր խնամք տանել։ Ես օրինակ այս առաջի տարբերակ խնամք ասեցի, որ չեմ տարել, 2 տարվա ընթացքում երևի 1 կամ 2 անգամ եմ յուղել ատամները, որը շատ սխալ է։ Պետք է ժամանակ առ ժամանակ իր ատամները յուղվի, որպեսզի այս մետաղների շփման ընթացքում իր սայրերը չմաշվեն, իսկ դա շատ կարևոր է։ Հենց այդ սայրերի մաշվելու արդյունքում էլ կարող է այսպիսի աղմուկ լինել, բացի աղմուկից ինքը արդեն մաշվում է ու չի կարողանում կտրել մազերը, իսկ դա պետք է խոզանակի միջոցով պետք է մաքրել, նաև տարբերություն այն է, որ այստեղ փակ է, այստեղ բաց է հատվածը, այսինքն այստեղ մաքրելը շատ ավելի հեշտ է, եթե մազերը են լցվելու ներսը, հանգիստ կարելի է բացել, մազերը հեռացնել և փակել։ Եվ նաև ես նախորդի դեպքում մի սխալ եմ արել, որ ամեն անգամ երբ որ այստեղ մազեր էին հավաքվում, ես նաև այսպես փորձում էի հարվածների միջոցով մազերը թափ տալ, որպեսզի դուրս գային։ Եվ դա անում էի շատ հաճախ հենց միացած ժամանակ, որը կարծում եմ նույնպես սխալ է, ավելի լավ է ուղղակի խոզանակով փորձել իր խոզանակի բուն խոզանակի երկարությունը կարծում եմ բավական երկար է, որպեսզի կարողանաք արանքից մազերը դուրս հանել։ Փաթեթավորումը արդեն տեսնելով սովորական զիպ փականների մեջ են դրած, հենց սա արդեն ոչ պրոֆեսիոնալ է կարծում եմ, ինչ էլ գրված լինի վրան, ինքը այդպես պրոֆեսիոնալ այստեղ կարծում եմ առանձնապես բան չկա, բայց պրոֆեսիոնալի քանի որ կարիք չունենք, դրա համար սրանք ինձ կբավականացնեն։ Եթե սա աշխատեց 2 տարի, որից 1.5 տարին լիակատար, կարելի ասել առանց խնդրի, հուսով եմ սա 2 տարի կաշխատի։ Եթե այդ գումարի դիմաց ինքը աշխատի 2 տարի, շատ լավ է։ Իսկ արդեն երբ որ գա ժամանակը փոխելու եւ գնելու 3-րդ տարբերակը, կգնամ արդեն ավելի բարձր բրենդի, անպայման եւ այն ժամանակ արդեն կհամատեմ։ Սա առաջին, երկրորդ եւ 3-րդ տարբերակն է, չնայած չեմ կարծում արդեն առաջի տարբերակը այդ ժամանակ 2 տարի հետո կլինի մոտ, բայց կհամատենք սա եւ 3-րդ տարբերակը։ Երևի հիմնական տեղեկությունն ասեցի, կարծում եմ ինչ որ չափով այս տեսանյութը դիտողի համար որոշակի բաներ հետաքրքիր եղան, քանի որ ես երբ որ ուզում էի գնեի, չգտա ոչ մի տեսանյութ, հետաքրքիր էր ուղղակի, բայց չգտա։ Կարծում եմ այսքանը, այս անգամ այսքանը, առայժմ։